Թերթերի ամենակարևոր նորությունները մեզ հետ 5-րդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է բարի առավոտ։ Թուլուզում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար հուշարձանը պղծվել է անհայտ անձանց կողմից։ Այս մասին X հարթակում հայտնել է ակտիվիստ Էլիս Էլվանչելիքը, տեղեկացնում է Նյուզեյեմը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. CNN-ն անդրադարձել է սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական էջից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ հրապարակման հեռացմանը։ CNN-ը մեջ է բերել այս դեպքի առթիվ ԱՄՆ հայ դատի գրասենյակի գնահատականը, որը հրապարակում է հեռացնելը մեկնաբանել է որպես ժխտողական գործողություն։ Հայ դատի գրասենյակը պարբերականին հիշեցրել է, որ հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բոլոր 50 նահանգների, ԱՄՆ կոնգրեսի, Սպիտակ տան և ՆԱՏՕ-ում ԱՄՆ տասնյակից ավելի դաշնակիցների կողմից։ Ես սրան միայն հավելեմ, որ պատկերացրեք որևէ պաշտոնյա հարգի հոլոքոստի զոհերի հիշատակը հրապարակում անի այդ մասին, հետո այդ հրապարակումը հեռացնի իր էջից, գրում է падգամավորը։ Նիկոլ Փաշինյանը երեկ հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցին Հայաստան, հայտարարել է, որ Վենսի հետ չեն խոսել, չեն քննարկել սահմանային վիճակի ռեգիոնալ լարվածության մասին, քանի որ օրակարգում նման հարց չկար։ Իսկ խոսելով թրիփի մասին, Փաշինյանը Ադրբեջանի մասով հայտարարել է, որ Ադրբեջանում թրիփ չկա, հետևաբար չի կարող ասել, թե Ադրբեջանում ինչ է լինելու։ Ծանոթանանք մամուլի նորություններին։ Հրապարակը գրում է. այն, ինչի մասին խոսում է Վենսը, իրականում ներդրում է ոչ թե Հայաստանի, այլ Միացյալ Նահանգների տնտեսության մեջ։ Հայտնի է, որ Մեծամորի ատոմակայանի կյանքը երկար չէ, եւ այն պետք է փոխարինվի նոր ատոմային կայանով։ Նման կայան կառուցելու առաջարկ արել է Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն առաջարկում է փոքր մոդուլային ռեակտոր տեղադրել Հայաստանում։ $5 միլիարդ այդ ռեակտորի կամ ռեակտորների արժեքն է, որոնք պետք է արտադրվեն ԱՄՆ-ում ու տեղադրվեն Հայաստանում։ Մնացած 4 միլիարդը սպասարկման ու միջուկային վառելիքով լիցքավորման ծախսերն են, որոնք ի դեպ հնարավոր է կյանքի կոչվեն երկարաժամկետ հատվածում։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ամերիկյան խոշոր ներդրումների մասին, որը միտումնավոր խեղաթյուրում ու տարածում են իշխանականները, նրանց քարոզչամեքենան, փոխարենը ջրելով այն թեման, որ սա շատ ավելի թանկ տարբերակ է, քան օրինակ ռուսականը, եւ փոքր մոդուլային կայանների քողի տակ իրականում թուրք-ադրբեջանական եւս մեկ պահանջ է կատարվում։ Փակում են մեծ ատոմակայանը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր նաև անվտանգային նշանակություն ունենալ եւ մեր թշնամիներին զսպող դեր խաղալ։ Այս ճանապարհով Հայաստանին նաև փորձում են էներգետիկ կախվածության մեջ գցել, աշխարհում դեռևս լայն կիրառում չունեցող եւ նվազագույն արդյունավետություն ունեցող մոդուլային ատոմակայանների համար փորձարկման պոլիգոն դարձնել։ Հրապարակը գրում է. փետրվարի 9-ին Երևանի առաջին դատարանը քննության է առել Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը։ Իրենց պաշտպանյալի մոտ վարսահարդերի այցելություն թույլատրելու վերաբերյալ թերթի տեղեկություններով նախաքննական մարմինը տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի վարսավիրին թույլ չի տվել, որ այցելի նրանց տուն եւ Կարապետյանի մազերը կտրի։ Եվ փաստաբանները ստիպված են եղել այս հույժ կարևոր հարցի լուծման համար հասնել դատարան։ Դատարանը մոտ 3 ժամանոց նիստ է արել, լսել կողմերին, որ նման բարդ որոշում կայացնի։ Ժողովուրդը գրում է. երեկ հրապարակվեցին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի տվյալները։ Իհարկե նույն զեկույցի համաձայն կոռուպցիան ամբողջ աշխարհում խորանում է, ուստի նույնը կարելի ասել նաև Հայաստանի մասին։ Հայաստանում կոռուպցիայի ընկալումը 2020 թվականից հետո կանգ է առել։ Հայաստանը 182 երկրների ցանկում կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքներով 65-րդ տեղում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը զեկույցի հրապարակումից հետո փորձեց Հայաստանին ջրից 4 դուրս բերել, ասելով, թե Հայաստանի ԿԸՀ համաթվի 2025 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1 միավորով, կազմելով 46։ Եթե փորձենք Հայաստանի կոռուպցիոն պատկերը զում աուտ անել, փոքրացնել, կտեսնենք, որ 2018-ից 2025 թվականների համեմատությամբ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը բարելավել է, սակայն 2020-ից հետո առաջընթացը կանգ է առել եւ նկատվում է թեթև հետընթաց։ 2020-ից 25 թվականներին բարելավումը կանգ է առել, մի քիչ էլ վատացել։ Հայաստանը ԵԽ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի։ Գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում, ասվում է Transparency International-ի զեկույցում։
Դուք դիտում եք օրագիրը այսօրվա իմ հյուրն է միջազգային հարցերով, միջազգային անվտանգության հարցերով մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանը։ Պարոն Մանվելյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Բոլորը քննարկում են մոդուլային ատոմակայանի հարցը։ Վենսի ու Փաշինյանի հանդիպման հիմնական օրակարգը խաղաղ ատոմային, ուրեմն համագործակցության հռչակագիրն էր։ Վենսը հայտարարում է, որ Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրումներ են լինելու ամերիկյան տեխնոլոգիաների տեսքով, նաև խոսում է վառելիքի երկարաժամկետ մատակարարման մասին, իշխանական թևը ակտիվ տարածում է այդ թեզ, ասում է, տեսեք, համագործակցություն աշխարհի թիվ 1 գերտերության հետ։ Իրականում 9 միլիարդ ներդրում է անելու ԱՄՆ-ն Հայաստանում փողի տեսքով, թե Հայաստանն է գնելու այդ տեխնոլոգիաները ԱՄՆ-ից եւ վճարելու է դրա դիմաց, պարոն Մանվելյան։ Նայեք, սկսենք նրանց, որ Վենսը չի օգտագործել ներդրում բառը։ Էքսպերտ, Արմինեն էքսպերտ է օգտագործել արտահանման մասին, ինչը խոսում են ամասին, որ Հայաստանը ոչ մի կոպեկ ներդրում չի անելու, այլ ինքը Հայաստանը պետք է մոտ 5 միլիարդով գնե այդ այսպես կոչված մոդուլային ռեակտորը եւ ապա վճարի եւս 4 միլիարդ դոլար, որպեսզի դրա ծառայությունները եւ վառելիքի համար։ Այսինքն 5 միլիարդի այն եթե կառուցվի այդ մոդուլային կայանը, ապա դա Հայաստանի վրա պարտքն է, այսինքն մեր պարտքը 5 միլիարդով ավելանալու է։ Այդ դեպքում ինչու է իշխանությունն ասում, որ ներդրում է։ Դե իշխանությունները իրենց PR-ով են զբաղված, քան որ գնում են ընտրության։ Եվ ընտրություններից առաջ հերթական անգամ պետք է մարդկանց խափեն, մոլորեցնեն, դա իրենց ձեռագիրն է։ Չմոռանանք, մարդիկ 2 անգամ եկել են իշխանության եւ 2 անգամ էլ բնակչության լայնը զանգվածներին խափելու ճանապարհով։ Այսինքն սա իրենց աշխատավոճն է, սա իրենց քաղաքականությունն է։ Դա համար պետք չի դրա վրա զարմանալ, պետք է բացահայտել այդ խափկանքը, որ կա, որ ոնց են ուզում մարդկանց հերթական անգամ մոլորեցնել։ Խոսքը գնում է 5 միլիարդ դոլարի մի ռեակտորի գնման մասին, որի անալոգը աշխարհում ԱՄՆ-ից դուրս երբեք չի կառուցվել։ Մի օրինակ կա Միացյալ Նահանգներում էքսպլուատացիոն, որը աշխատելուց հետո, որի անվտանգությունը ստուգելուց հետո ԱՄՆ-ի համապատասխան հանձնաժողովը, ատոմային էներգիայի հանձնաժողովը արգելել է դրա գործունեությունը, դրա գործարկումը Միացյալ Նահանգների տարածքում։ Այսինքն Հայաստանը դառնում է այսպիսով մի հատ էքսպերիմենտալ դաշտ, որտեղ բերում են ու փորձում են կառուցել մի ռեակտոր, որի նմանօրինակի կառուցումը Միացյալ Նահանգներում արգելված է։ Եվ աշխարհի եւ ոչ մի երկրում այն մինչեւ հիմա չի կառուցվել։ Այսինքն մենք մոդուլային ատոմակայանի գործարկման փորձադաշտ ենք դառնում, պարոն Մանվելյան, շատերին է մտահոգում այս հարցը։ Սա իսկապես Հայաստանը փորձադաշտ դարձնելու գործընթաց է, որը իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում։ Ինչ վտանգներ օրինակ։ Դա առաջին անվտանգային է, որտեղ մենք չգիտենք դա այդ ռեակցիան որ սկսի դա ինչով կավարտվի։ Կավարտվի մեծ պայթունով, թե չգիտեմ ինչով, այսինքն ոչ ոք չի կարող նմանատիպ երաշխիքներ տալ։ Եթե ամերիկյան համապատասխան կառույցը մասնագիտացված արգելել է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում այն կառուցել, ապա հասկանալ է, որ Հայաստան բերել այն փորձարկել Հայաստանում նույնպես իր մեջ վտանգներ է պարունակում, ռադիացիոն վտանգ եւ տարբեր տիպի այլ վտանգներ։ Երկրորդ խնդիրը, որ առաջացնում է, սա գնի հարցն է։ 5 միլիարդ դոլար դա սարսափելի թանկ գին է։ Նմանատիպ մոդուլային կայանները չեն կարող այդ գնի արժանանալ կամ այդ գինը ունենալ։ Որտեղ ասենք ռուսական VVR կոչվածները, որոնք 1200 մեգավատ են, իրանք էլ արժեն 5.5 միլիարդ դոլար։ Բայց մոդուլային կայանների մաքսիմալ հզորությունը 300 մեգավատ է։ Այսինքն մի դեպքում դու 5 միլիարդ ես վճարում 300 մեգավատանոց ռեակտոր ունենալու, մի դեպքում կարող ես 5-ից 5.5 միլիարդ վճարել եւ ստանալ 1200 մեգավատանոց, այսինքն 4 անգամ ավելի։ Այսինքն Հայաստանը էլեկտրաէներգիայի առումով ինքնաբավ պետություն չի լինելու, եթե մոդուլ։ Չէ, միանշանակ չի լինելու, մոդուլային կայանը ինքը չի բավարարելու, որտեղ օրինակ համար այսօր գործող ռեակտորը ինքը 420 մեգավատ է մոտավորապես։ Այսինքն ինքը նախ գործող ռեակտորից ավելի թույլ է ռեակտոր է լինելու, որով մեր ներքին սպասարկումը որոշ չափով կրճատվում է եւ մեր կախվածությունը արտաքին խաղացողներից էլ ավելի է մեծանում։ Երկրորդ ինքը շատ թանկ է։ Թանկությունը կբերի նա, որ ստիպված են լինելու էլեկտրաէներգիայի գները բարձրացնել Հայաստանի քաղաքացիների համար, որտեղ պետք է չէ 5 միլիարդը փակենք։ Մեզ պարտքով 5 միլիարդի ռեակտոր են տվել, այդ գինը մենք մեր երեխաներն են վճարելու մեր հետ միասին։ Հետևաբար սա կբերի նաև որ էլեկտրաէներգիայի գները էականորեն կթանկանան, այո։
որտեղ պարտքով մեզ տալիս են ռեակտոր, որի համար պետք է վճարել։ Պարոն Մանվելյան, բացի այն, որ նախընտրական շրջանը նշեցիք իշխանությունները հիմա քարոզչության մեջ են, փորձում են մարդկանց հավատացնել, որ միայն դրական փոփոխություններ են տեղի ունենալու, այնուամենայնիվ իշխանությունները չեն հասկանում, որ սրանք բերելու են որոշակի զարգացումներ, օրինակ բնակչության շրջանում դժգոհությունների չէ, որ այդ աճող գինը մարդկանց վրա է երևալու ու շատ արագ է ընթերցում։ Նայեք, իրանք շատ պրագմատիկ են այդ առումով, իրանք պետք է 4 ամիս հետո վերարտադրվեն գանիշխանության։ Մնացած իրանք ունեն զորքեր, գվարդիա ունեն եւ այլն, դժգոհությունը շատ հանգիստ կանան մարեն տեղում, ոնց որ արել են միշտ ինչի վրա է զարմանում։ Այսինքն այս մարդկանց ցինիզմի վրա պետք չի կասկածել, բացարձակ։ Իրանց պետք է արդյուն գրանցեն 4 ամիս հետո վերարտադրվեն, որ իրենց ապահովագրում է հետագային պատասխանատվություն կրել այն հանցակների համար, որ իրան գործել են, մնացած իրենց համար երկրորդական է։ Հետո ինչ կդժգոհեն, ինչ կանեն, սա արդեն երկրորդական, երրորդական հարցեր է իրենց։ Նորից վերադառնալով այս մոդուլային ատոմակայանի վերաբերյալ հայտարարություններին, ԱՄՆ-ն իրականում ինչ հարց է լուծում։ Իր համար ֆինանսական, տնտեսական գործարք է, թե ԱՄՆ-ի ազդեցության ավելացում տարածաշրջանում հաշվի առնելով նաև ԱՄՆ ռուսական ազդեցությունների պատերազմային։ Նայեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Հայաստանը տենց ռազմավարական էական կարևորություն չունի։ Իր ռազմավարական դաշնակիցների տարածաշրջանում դա Թուրքիան է, Իսրայելն է եւ բառացիորեն 3 իրենք ընկեցին նմանատիպ պայմանագիր նաեւ Ադրբեջանի հետ։ Հայաստանը միջանկյալ պետություն է, որը իրենք պետք է այնպես հարմարացնեն, որ այս Թուրք, Ադրբեջան, Իսրայել այս տանդեմի մեջ տեղավորեն ըստ իրենց ցանկության, իսկ ինքը դառնա սպասարկող ինչ-որ տարածք, որտեղով կանցնեն ճանապարհներ, չգիտեմ, կգնան, եւ քանի որ խնդիր է դրած, պահանջը դրած փակել մեծամորի ատոմակայանը, ապա այդ պահանջի քանի որ դա բերելու է նաեւ որոշակի դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, դա լրացնելու համար իրենք առաջարկում են միջանկյալ ժամանակավոր լուծումներ, ոնցից մեկը հենց այդ ռեակտորի կառուցումը, որ նորից եմ կրկնում, նախ ինքը աննախադեպ է, որտեղ նախկինում որից է երկում չի կառուցվել, իսկ Միացյալ Նահանգների տարածքը մարգելված է մեկ, երկրորդը ինքը շատ գեզ թանկ է, էլի մեր վրա թանկով շատ բավականին ոչ էֆեկտիվ ռեակտոր են փորձում մեզ վաճառել, Մեզ վաճառել։ Պարոն Մանվելյան, առաջարկում եմ ծանոթանալ մամուլի նորությունների երկրորդ բաժնին։ Հրապարակը գրում է. ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ։ ՔՊ-ականներն ակտիվ ներգրաված են տարածքային կառույցների, ինչպես նաև ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների ձիգ տեխնացուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում եւ տեխնացուների անունները կներկայացվեն ԿԸՀ։ Ինչպես հայտնի է, օրենքով սահմանվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը երկուական տեխնացու կարող են առաջադրել ԸԸՀ հանձնաժողովներում եւ չնայած ՔՊ-ականների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է եւ հայտնի չէ ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով ոչ, սակայն բոլորն անխտիր եւ անմնացորդ ներգրաված են նախընտրական process-ներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված, թե ընտրությունից հետո, եթե ՔՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի։ Հրապարակը գրում է. Հայաստանում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ Հայաստան խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը 3 մերժվեց իշխող մեծամասնության կողմից։ Այն 52 դեմ 21 կողմձայն ստացավ։ Թերթուշագրավ է համարում, որ ՔՊ-ական падգամավոր Հայկ Սարգսյանը շիշբռնողը սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ ՔՊ-ում Սարգսյանի քվեարկությունը 3 բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Շատերի կարծիքով Սարգսյանը ԿՊ-ին փորձում է շանտաժ անել, թե կդառնա անդիմադիր, կանցնի ընդդիմադիր որևէ ճամբար, ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։ Թերթը հիշեցնում է, որ ԿՊ վարչությունը մերժել է Սարգսյանին եւ չի գրանցել падգամավորության տեխնացու։ Իսկ օրեր անց Փաշինյանն ուղիղ տեքստով ակնարկեց, որ մերժման հիմքում ընկած են եղել կոռուպցիոն պատմություններ, որ դրանց հրապարակումը չի բխում պարոն Սարգսյանի շահերից, ինչը падգամավորը մի քանի օր անց հերքեց։
Ժողովուրդը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնական կենսագրության մեջ ներկայացված կրթական եւ աշխատանքային ուղին, դրանց ժամանակային համադրումը եւ հաջորդականությունը առաջացնում են հարցեր, որոնք դուրս են անձնական կենսագրության շրջանակից եւ մտնում են հանրային հաշվետվողականության դաշտ։ Պաշտոնական կենսագրության համաձայն 1997-ից 2003 թվականներին նախարարն ուսանել է Երևանի պետական համալսարանում եւ ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում։ Միաժամանակ կենսագրության մեջ բացակայում է բակալավրի աստիճանի վերաբերյալ որևէ տվյալ։ Մինչդեռ ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքով, ինչպես նաեւ միջազգային կրթական չափորոշիչներով, մագիստրատուրա ընդունվելու պարտադիր նախապայման է բակալավրի կրթություն ստանալն ու ավարտելը։ Կենսագրության հաջորդ կետով նշվում է, որ 2002-ից 2004 թվականներին նախարարն ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում։ Սա փաստացի նշանակում է, որ 2002-ից 2003 թվականներին նա միաժամանակ սովորել է երկու տարբեր մագիստրոսական ծրագրերում՝ ԵՊՀ-ում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Նույն 2002-ից 2004 թվականների ժամանակահատվածում նախարարն իր կենսագրության մեջ նշում է նաեւ 2002-ից 2004 թվականներին ուսում առաջնորդների զարգացման կենտրոնում, 2002-ից 2004 թվականներին մասնակցություն Անդրկովկասի եւ Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003 թվականին կրթական այց Ստրասբուրգում Եվրախորհուրդ։ Այսինքն ըստ պաշտոնական տվյալների նախարարն այդ տարիներին ներգրաված է եղել առնվազն 4 զուգահեռ կրթական գործընթացներում։ Հարցը կրկին մնում է բաց, քանի որ նախարարը պարզապես չի պատասխանել, թե ինչպես է հնարավոր ժամանակային եւ ֆիզիկական առումով համատեղել այս բոլոր 4 կրթական ծրագրերը։ Օրագիրը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Պարոն Մանվելյան, կուզեի նայի անդրադառնալ 4 միլիարդին, որը ենթադրում է վառելիքի եւ սպասարկման ծախսեր կամ երկարաժամկետ պայմանագրեր։ Մտահոգություններ են հնչում, որ այդ վառելիքի մատակարարումն էլ բավականին երկար ժամանակ կարող է պահանջել կամ հայտնի չի ի վերջո, թե երկրորդ փուլով նախատեսված այդ գործարքները կամ գործընթացը երբ է մեկնարկելու։ Ինչ նկատառումներ ունեք այս մասով։ Նայեք, սա էլ է շատ խնդրահարույց, իսկապես, որտեղ 4 միլիարդի սպասարկման եւ վառելիքի պայմանագիրը, որը կնքվում է, ինքը բարձ չի թե ինչ վառելիքի եւ ինչ սպասարկման մասին է խոսքը։ Նայեք, այն ատոմակայանի ռեակտորը, որ հիմա գործում է մեծամորում, իր սպասարկմամբ զբաղվում են հայկական հայ մասնագետները, որտեղ մենք ունենք լավ դպրոց, միջուկային էներգետիկայի եւ լավ ինժեներներ, մասնագետներ, որոնք կարող են այդ գործարքները, այդ գործընթացը իրականացնել, այսինքն ամբողջությամբ սպասարկել ատոմակայանը առանց դրսի օգնության եւ լրի մեր հայ մասնագետների օգնությամբ։ Տվյալ դեպքում, քանի որ լրիվ նոր տեխնոլոգիա է, որը նույնիսկ հայտնել չէ թե ինչպես է աշխատում, ապա դրա սպասարկումը մեր վրա գերտ թանկ է նստելու։ Այդ 4 միլիարդի մեծ մասը գնալու է հենց այդ սպասարկման վրա եւ դրսից գալու են մասնագետներ, որոշակի գործընթաց անեն, հետո հետագայում հեռանան, ու ամբողջ ժամանակ մենք գտնվել ենք մի իրավիճակում, երբ պարզ չի լինելու այս ռեակտորի աշխատանքի գործընթացը։ Այսինքն սպասարկող մասնագետներ միշտ չեն լինելու տեղ։ Չէ, իհարկե պարտադիր Երևանում չեն լինելու, Հայաստանում չեն լինելու։ Եվ սա որոշակի խնդիրներ է առաջացնում, որ դու տեղում չունես մասնագետներ, որոնք ինչ որ ֆորս մաժորային իրավիճակում կարող են գործողություններ իրականացնել, որպեսզի այդ գործընթացը ավելի վերահսկելի լինի։ Լինելու են դրսից մասնագետներ, որոնք գալու են, գնալու են, երբ որ դրա անհրաժեշտությունը լինի, որի համար մենք վճարելու ենք եռակի քառակի ավելի թանկ, եթե ոչ 10 անգամ ավելի թանկ, քան ասենք թե հայ մասնագետին կվճարես։ Այսինքն սա նույնպես խնդիր է առաջացնում, թե ոնց է այդ ռեակտորի սպասարկումը լինելու։ Որը երկրորդը խնդիրը առաջանում իհարկե հարստացած ուրանի ներմուծման, դրա պահպանման, դրա օգտագործված արդեն տարբերակի թե ինչ ձևով ենք պահպանելու եւ այլն։ Որովհետեւ մոդուլային ատոմականները թափոնների վերահսկման հարցով բավականին խնդրահարույց են, այո։ Դե ընդհանրապես ցանկացած ռեակտորը այդ խնդիրները ունի։ Եվ այս հարցերի պատասխանները նույնպես բարձ չի թե ինչպես է դա իրականացվելու։ Մեր ատոմակայանի դեպքում ռուսական կողմն է պատասխանատու թափոնների համար, պարոն Մանվելյան, ինչպես է այդ հարցը լուծվում, որպեսզի տարբեր պատկերացում։ Մենք ժամանակին կառուցվել է համապատասխան բետոնային համակարգ, որտեղ այդ գերեզման այսպես կոչված թափոնների, որտեղ այն պահվում է։ Որոշակիորեն ռուսական կողմը այն նաև արտահանում է դեպի իր տարածք վերամշակման համար։ Բայց տվյալ դեպքում ամերիկյան դեպքում մեծ պարզ չի թե թափոնների հետ ինչ են ինչ առաջարկներ է արվում Հայաստանին, թե թափոնների հետ կապված եւ թե սպասարկման հետ կապված, որտեղ նորից եմ կրկնում
սպասարկել հայ մասնագետները, այն չեն կարող։ Դրա համար դրսից եկող մասնագետներն էլ միշտ չէ որ լինելու են Երևանում կամ ատոմակայանում, չգիտեմ որ դա այն կառուցեն, եւ հետաբար սա նույնպես խնդիրներ է առաջացնում, բայց ամեն դեպքում եթե սա իմի բերենք եւ գինը եւ այս 4 միլիարդը, ապա մենք գործ ունենք գերթանկ շատ փոքր ռեակտորից, որը մեր վրա նստելու է համայնքը 9 միլիարդ դոլար, նորից եմ կրկնում, երբ որ եվրոպական ամենաթանկ կայանները արժեն 8 միլիարդ դոլար, իսկ ռուսականները 5-ից 5.5 միլիարդ։ Ընդ որում ավելի մեծ զրուցությամբ եւ ավելի քիչ կփածավանքներով, մշտական մասնագետներով։ Պարոն Մանվելյան, Վենսի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ռուսական կողմը եւս մեկ անգամ առաջարկ հնչեցրեց Հայաստանում ատոմակայան կառուցելու համար բավականին հզոր ատոմակայան, ավելի լավ հնարավորություններով, քան ներկայիս ատոմակայանն է։ Ինչ է կարծում իշխանությունները կքննարկեն այդ հարցը։ Իրանք առաջարկել են ոչ թե ատոմակայան, այլ ռեակտոր կառուցել, դա մի փոքր տարբեր է։ Ռեակտորի կառուցման ժամանակին իդեպ ասենք հայկական կողմը ինքն էր առաջարկել, որպեսզի ռուսական կողմը կառուցի նոր ռեակտոր, որի կարիքը մենք իսկապես ունենք։ Բայց ռուսական կողմը ցավոք սրտի շատ անտարբեր գտնվեց այդ հայտարարությանը եւ հիմա ասենց ուշացած երբ որ իրանք հայտարարում են, սա նշանակում է իրանք փորձում են, ասենց ասեմ, այն իրավիճակ որ ստեղծել է դրա հետևից վազել։ Սա այս ուշացած ռեակցիան ցույց է տալիս, որ իրանք շատ վատ են գնահատում այն իրավիճակը, որ տարածաշրջանում են զարգացումները, որոնք տեղի են ունենում։ Վատ են գնահատում, թե դա բխում է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության օրակարգից, նաև հարաբերությունների կարգավորումից, հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից այդ ինտենսիվ, ագրեսիվ ու աննկուն ջանքերը մեծամորի ատոմակայանը փակելու, որին բարբերաբար պատասխանում է նաև ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, որ ատոմակայանը Հայաստանում ոչ մի անվտանգային խնդիր չունի, համապատասխանում է բոլոր նորմերին եւ այլն։ Նայեք, սա իսկապես մի կողմից նաև Ադրբեջանի Թուրքիային հայկական կողմի համար սիրաշահելու ձև է։ Ադրբեջանը ու ոչ միայն Ադրբեջանը ու Թուրքիան, սա էլ նկատենք, Եվրամիությունն էլ է պահանջում մեծամորի ատոմակայանի փակում, Միացյալ Նահանգներն էլ է փաստացի պահանջում այդ փակելը, այսինքն ատոմակայանի չփակելը բխում է միայն մեր շահերից, Հայաստանի Հանրապետության շահերից, բայց քանի որ ցավոք սրտի գործողական ռեժիմը չի ներկայացում Հայաստանի Հանրապետության շահերը, մենք ունենք այն վիճակի հետ, որ ունենք, երբ որ մեզ փաստացի ատոմակայանի փակելու հարցը ռեակտորի արդեն դրված է օրակարգում եւ փորձում են այդ օրակարգի համար, որտեղ դա կբերի մեծ դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, ինչ որ ժամանակավոր լուծումներ գտնել։ Նույն այդ ռեակտորի կառուցումը, որը չի համապատասխանում մեր շահերին, բայց առաջ է մղվում այդ գաղափարը, երկրորդը, որ իբր թե Ադրբեջանի հետ մենք էներգետիկ համակարգերը կմիավորենք, որովհետեւ Ադրբեջանը մեզ մատակարարի էլեկտրաէներգիա, այսինքն դրանք ոչ միայն չեն համապատասխանում մեր շահերին, դա բերում է Հայաստանի կախվածությանը Ադրբեջանից եւ Թուրքիայից էլեկտրաէներգիայի առումով, ատոմակայանի ռեակտորի կառուցման առումով, նաեւ էներգետիկայո համակարգերի միավորման մասով, որի համար ես դրա մասին եմ խոսում, այդ միավորումը հենց փորձում են այդ միավորման պատասխանել են հարցին, որ եթե ատոմակայանը փակվի, ապա ոնց ենք էլեկտրաէներգիա գեներացնելու Հայաստանում։ Միգուցե Թուրքիայից ենք գնելու։ Դե հենց ամեն ինչ դրան է գնում է, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից են գնելու, այսինքն կախվածության մեջ ենք հայտնվելու ադրբեջանա-թուրքական էլեկտրաէներգիայի համակարգերից եւ սա նորից բերելու է էլեկտրաէներգիայի գների թանկացմանը։ Բայց կարևորը լինելու է խաղաղություն, ինչի մասին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Չէ, սուտ են ասում, խաղաղություն չի լինելու, որտեղ խաղաղություն տենց չի կառուցվում։ Խաղաղությունը չի կառուցվում միջազգային պայմանագրերով, խաղաղությունը կառուցվում է անվտանգային համակարգեր կառուցելով։ Իսկ անվտանգության համակարգի հիմքում դա շատ բաներ են, բացի պաշտպանության համակարգերից, դա նաև ներքին համերաշխությունն է, որը չկա։ Այսինքն գործողական ռեժիմը ամեն ինչ անում է, որպեսզի պարակտի բնակչությանը մի մասը մյուս մասի նկատմամբ ատելություններ շնչի, զբաղված է ագրեսիվ կերպով եկեղեցու դեմ պատերազմով եւ այլն, սա չի բերում խաղաղության։ Սա բերում է ներքին պարակտվածության, հուսահատության, հիասթափության եւ այլն, այսինքն այն ինչ որ պետք է գործող ռեժիմի։ Եվ իսկ իրանք դրա դիմաց փորձում են կեղծ խաղաղության կեղծ օրակարգով խաբել բնակչությանը։ Պարոն Մանվելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ժամանակը սպառվեց, կհանդիպենք վաղը, օրը թող բարի լինի։